Արջևում սարերու ճանապարհ Արջևում 2 տարի դժվար Թողուն աղբայրն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար Զինվորներ ենք մենք, կայլում ենք վստահ ու չենք նահանջում Չէ որ հայրենիքը մեր մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն Զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար Չէ որ հայրենիքը մեր մեզնով է ծաղկուն, մեզնով է անվար Ինաս, ասում եմ չարժեք ենաց ասել Ասա ափջան Դու ես չէ դու քավորն ես վերջը էլ մի բան ասայի Հայտա դե կուլտուրական հարցնիկ էինչ պարտադիր որ էլին բանում սա Պարտադիրը ոնց պարտադիր չի Ախպեր դե ես այդ կենացների իմաստը չեմ հասկանում անիմաստ բան է Դե էլ մի վրիցդ գցի Էլ մի բան ասա ասեմ երաժշտությունը անջատել Չէ մնա հետո Հիմա իրար սե խոստանում Երանինան չէ Բարսեղան Դենց ես ասում, որովհետև չես ամուսնացել Լավ է Բարսեղան, այսքան ու եմ ասում Դու տենց է ոչ կնգա համը իմացա ոչ հոտը Ասում եմ Երանի մի հատ ձեր, այս կյանքը հետ տար, սենց լավ հետ տար Նորից սկսեի ամեն ինչ նորից Մի հատ աղջկը հետ կծանոթանայի ու Սամոյից նման մի սերկ խոստովան է
Ինչ խսապ ջան։ Ես լավ։ Մինաս։ Ուզում ես ասեմ Մարինեն աղջիկը այդ քեզ ծանոթացնի։ Որ աղջիկը։ Էլ որ։ Որ հա։ Մինաս բացի իրանից սաղ նկատել եմ որ անդադ իրան ես նայում։ Լուրջ քսես խայտարակ եղանք այդտեղ։ Հա բայց լուրջ որ աղջիկը է դες։ Լավ, Մարի հորքուրի աղջիկն է, որ ուզես կասես կծանոթացնի։ Բարի ժամանց։ Քիչ ես ուզում։ Կարուշ կարող եմ մի հատ կենացս էի խմեինք։ Հա, ես հետո առանձին կգնամ կենաց կասեմ։ Չէ, ավելի լավ է մի հատ կենաց գրե, դու ես կուտամ Սամոյին։ Հա, կամ էլ տենց։ Հեգուս։ Նացի։ Սամ ջան, Մարի ջան։ Շնորհավորում եմ ձեզ։ Ուրախ լինեք մի բարձի ծերանակ։ Ապրես Վարուշ ջան։ Սամ։ Մինաս ուզանթանա։ Հա։ Հա դե ամաչում եմ, բայց դե ոչինչ է։ Այ, ես հեսա կծանոթացնեմ։ Գնացինք։ Վերցեք։ Ինչ իր Սամոյից։ Վերցեք մատ խմենք, այմա 4-ից համա բերանք։ Վերցեք մատ խմենք։ Լուսինե ջան, Բարև ձեզ։ ծանոթացի ընկերս, հա, Կարլեն։ Մինաս։ Անունը Կարլենն է, ուղղակի իրան Մինաս են ասում, որտեղ ազգանունը Մինասյան է։ Լուսինե։ Հորաքրոջս աղջիկն է։ Հա, տեսեք գիտեի, աջելի է։ Նմանապես։ Պարենք։ Քիչ հրավիրեցի որ։ Հրավիրեմ։ Արի դուս։ Մինաս։ Յանի ինչ էի գործում։ Հա բայց ինչ վատ է խի։ Շատ։ Ձեր երած ձեր տուրը եկա, հա։ Եթե ես ուզենամ աղջիկը ծանոթանամ, կերտամ մարտավարի կծանոթանամ, ինչ վսկայնել ենք շշմած իրար երես կնայենք։ Հա դե խոսար, քիչ էի խոսում բայդ։ Եթե ես ուզենամ աղջիկը հետ խոսամ, կերտամ խոսամ, երբ որ պատրաստ եմ, հասկացա՞ր։ Ալավ դե քելետան տերսի։ Չեմ գա, դու կանայես հետո։
Մինաս։ Ինչ է եղել։ Հեշ բան է։ Բա որ ձեն եմ տալիս ինչի չես պատասխանում։ Տխուր ես։ Չէ, մտքերով էի։ Հոշմանել ես չէ, որ 3 տարով պայմանագիր ես կապել։ Հա Մինաս։ Հոշմանել ես։ Երևի որ հիմա լիներ տես չէիր անի։ Երևի այն ժամանակ տակ ես եղել, դրա համար էլ համաձայնվել ես։ Չէ։ Համել վայտ այդպես էի։ Երգորից ծառայությունը սկսվի։ Յանի պետք է բերձնիր, արի ուտես որ թազա սկսվի։ Այն վաղտ սերժանտ էի, համել պրոֆեսիոնալ սերժանտ եմ։ Ամերիկական բանակի նման էլի։ Պրոստեսոր լավերնիգեր ստիպած չեմ եղի, սա որ չասնում եմ, 7-ից հետո ազատ եմ։ Մինչև քո գալդ քո համար տուն կվարձեմ։ Լավ կլինի, որ մեր շենքում լինի։ Մինաս, բայց ես ուրախ եմ, որ սենց եղավ։ Հա, բա ուրախ կյանից, ինչ։ Ես չգիտեմ, ուրախ եմ, թե չէ։ Ինչ որ եղնելու էր եղավ բրձավ։ Հոշմանել ես։ Ցեն մակարս տեղանիշ կդուրեմ հոգին ուդեի։ Ով գիտե հեմի Ռուսաստան կաշին կհաստծնե։ Ես ցի այդ որ զորացրվի, երբ մի ադմ սերիալի մեջ նկարվի, մենը չեմ արտե լավ գնաց Ռուսաստան։ Բայց մակարը խի պիտի սերիալում նկարվեր։ Դա։ Չիտես մի ով որ զորացրվի կերտա սերիալի մեջ կնկարվի, կամ այդ ծանոթ մեջ կգցեր, էլի տեղն տեղավորի։ Մինաս։ Բայց Լուսինեն դուրը տեկել է։ Հեմի էլ դու։ Հա, բա ինչ, լավ չի չէ որ տենց հարցեր ենք տալի մի անգամից խուսափում ես։ Բա լավ էր այն ժամանակ իմ գլխին սյուրպրիզներ էիր անում առանց իմ իմանալու, հեսա տես գլխիդ ինչ օիններ եմ բերելու։ Հաստա։ Չէ։ Հա, տեսես ինչ եմ անել։ Սամ, ես էլ քեզ եմ ման գալիս։ Պապան ուզում էր մաղթանք ասել։ Ճիշտ ասած, ես է կուզեի մաղթանքսեի, չիտե ինչ եղսեի, այմար բարավդանից տանջվիմ գին եղսեմ, որ սիրուն երնի, ճոխ երնի, բայց թե հասկցա, որ կարևորը սիրունն ու ճոխը չէ։ Երեխեք սկականից ուրախ եմ ծեր համար, Սամ ջան, Մարի ջան։ Մեկ է, ես ծել եմ ու կսեմ, ես այդ սիրային բանը ես գլուխ չեմ անե, բայց հմի ծեզի որ գնայեմ կհասկնամ, որ այդ է լավ բան էլի այդ ծերը սած է։ Չարաջջի մարդկանց չեմ թողնի, որ ծերես միությունը փճացնեն։ Այդ մեկը խո կռամ, դիմս է։ Ինչ քնդակ, Մարի ինչ ես, չես որ ես Մարի ջան, նայ։ Բայց դիվախտես, պապան հրեշտակի դասերի եմ գնացի։ Ինչ չեր է մերեն դեր, լսի Մարի ջան։ Իմը կազա։ Ժամին ինչեր էինք անում երևան։ Biz etken նստած Չուչի անդորն էինք ապահովում։ Մեր Չուչենն են ծերուր։ Չուչի ես կոմը բեսետկեներ, են կոմը փողոսներ։ Մի օր կշիրվա ու ժամեր, մեկը մագիսլակը պարկացրած, բասավիկները գմպցրած անցնում է։ Ինչ ձեն ասեմ, ոնց որ խոսքի տանգի վալն են։ Կայնացրինք սրան։ Ասում եմ ապե ջան, ես ինչ ես անում։ Ասում եմ բթե ինչ այլի։ Ասում եմ դե որ այդ խումար բասավիկները ինչ ասենես, ասասները սնկալգեքիդ կհասնի։ Ինչ էցրեց, ասում եմ ինչ։ Էլ ասում եմ այ աղբինեք։ Կշիրվա ժամը 2-ն է, ես ինչ եք անում, դիսկոտեկա եք սարքի։ Բթե աղբեր մեռնեմ ձեր սրտին, կայֆենք, լավենք, ասում եմ լավ է որ լավ եք, բայց թողեք ի ժողովուրդն է լավ լինի։
ասի սրանից հետո մեր չուչի կողով անցնելուց ձեր մագը իրան հավաքած պայի, հա, բա թե հավս չկա, ու դրանից հետո այդ մաշնեն հենց մեր չուչի կողով անցնումա ձենը կամաց հալսվում, բա, հարը երևի հեմի մտածում եք, երանի մխոնգար մեր չուչի անդորն է ապահով էր, չէ? Հա, ված չեր ըլնի, մենք էլ պարկում ենք քնելու, գիշերվա ես իմ քանիսին մեկը մագի ձենը զլած անցնում էր փողոցով։ Ապեր մեր գյուղում այդպես բաներ չկա։ Հանգիստ մեկ բերամարվեր ողջարների դայլալյոցի տակ քնում ենք, հալազատ հո սիրու։ Տո ձեր մոտ ոչխարները կա, հաչանել։ Արա, ջիմեր շներին ինչ եղե որ։ Մեկ է մեր քաղաքի սայլուտներն եմ հիշում։ Բարկացես կշերվա երկուսնա, իրեքնա, մեկ է գգամբ։ Հելնում ես զենք, զինամթիրքդ վեգալում ես, դիրքավորվում ես, որ պաշտպանվես, մեկ է միատ է գգամբ։ Էդ է ջոգում ես, որ էդի թշնամին չի, իրի սայլուտա։ Բա, ուրա ես ամտնենք եվրախորուրդ ասում այլ կշերվա իրեքից հետո սայլուտ չեն խպելու վաբշե։ Միջև երկուսը իրանց խպելիքները խպելու են գմպսնեն ու պեղծնեն։ Ռուսաստան տենց բան չկար։ Ովա։ Գարիկ ջան, երևի ինձ որ դուք եք ապրել, դա շատ հայ չի եղել։ Չէ, կային։ Կամ էլ դե ուրեմն ձևը կտել են առանց ձենի գմպսնելու։ Թե չէ հնարավոր չի հայերը սայլուտ չխփեն։ Հայերը սայլուտ սիրող ժողովուրդ են։ Իսկ սայլուտը ոնց որ ասում է, քեֆ ուրախության սիմվոլն է, էլի։ Հələ քեֆ ուրախություն ասի հիշեցին մեր հարուստ հարևանին։ Հենց հարուստին դրա երեխեքը քեբաբով էին բադմինտոն խաղում։ Քեբաբով։ Քեբաբով։ Վալանն էլ էշի քյուֆտա էր։ Էշի չէ, իշլի։ Էշի այ աղբենյակ, դրանցը ճեշտով էշի քյուֆտա էր։ Հա, ապեր հեսա մենք մի 10 օրից ես ու աղբերս գնալու ենք ապեր դու էշի էլ, դու իշլի էլ ինչի գտակ ասես կուտե։ Դու կուտես։ Մի քիչ աղբորդ կտես էլի։ Բայց ոնց է ժամանակը թռնում է։ Ոնց որ երեգլներ որ մականես ճամփու են դնում։ Հիմա էլ պետք է ջամշենց ճամփու դնենք։ Էսա դեմբիլներին ճամփու դնենք, հետո էլ մենք։ Արա դեմբիլ չէ, դեմբելա ողջար։ Քո համար ինչ տարբերություն։ Հարալվայ որ լեզվին ատալի, հելա քաշիտ կհանեմ վրիցը դարա։ Նենց է որ հմբոն էիկած ուրվանից դեմբիլա։ Այկուշի սենենց եմ կարոցե։ Ինչքան որ զորացրվելու օրերնակ մոտիկանա, ենքան ավելի շատ ակ կարոտնամ։ Կկարոտնաս բա ինչ կանես կամանդիր։ Այգոպյան, դու հենց ուվարնյա դելար գնալու ես Ռուսաստան, չէ։ Չէ։ Բախի, գնա Ռուսաստան, որ գլուխ մելուխը չջարդեն։ Դու ինքը սովորա ոյրա գլուխը ջարդում են, իրան է դուրա գալի։ Արա։ Վայ մոծակ։ Եսա մայլադոն է գալու, մայլադոն։ Սաղ լավ տղա են հաղալու։ Գհաղան, հետո կհոգնեն ու կերևա իրանց իրական դեմքերը։ Ասում եմ նոր սպայ եմ բերելու։ Դասակի հրամանատար։
Պապ։ Ասա բարես։ Hitler դեյե։ Յաբանի հայվան։ Բարի օր, զեկուցի երթապամաս, որ ավակ լեյտենանտ Մհեր Բարոյանն է եկել։ Լսում եմ։ Հակի երթապա կրծեր սերժանտ Արշակյան։ Պարոն կապիտան, ավակ լեյտենանտ Մհեր Բարոյան, Մհեր Բարոյան։ Բարոյանն է եկել։ Լսում եմ։ Լեյտենանտին ուղեկցի գնդապետ Բաղդասարյանի կաբինետ։ Կտակ պարոն գնդապետ։ Բտի։ Թույլ կտակ դիմել։ Ասա լսում եմ։ Ավակ լեյտենանտ Մհեր Բարոյան, համաձայն նախարարի հրամանի գործուղվել եմ ձեր զորամաս ծառայությունը շարունակելու։ Արի Բարոյան, նստի։ Ուրեմն քեզ իմ մոտ են ուղարկել, հա, Բարոյան։ Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։ Ուրեմն ռազմական ինստիտուտի սաներից ես։ Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։ Շատ լավ է։ Քո թղթերում գրած է, որ հենակետում ծառայության փորձ ունես։ Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։ 2 տարի Ղարաբաղում եմ ծառայել։ Ճիշտ ասած, մեր զորամասում սպաների կարիք ունենք։ Ու հատկապես հենակետում ծառայության փորձ ունեցող սպաների։ Նախարարի հրամանով
Դու նշանակվել ես հակադիվերսիոն արագ արձագանքման դասակի հրամանատար։ Քո խնդիրն է լինելու լավ պատրաստված զինվորներից հավաքել մի դասակ։ Այդ դասակի հետ միասին անցնելու ես ծառայության հենակետում։ Այն հենակետում, որտեղ որ հնարավոր է թշնամու կողմից լինեն սադրանքներ։ Ինձ տեղեկացրել են, ես պատրաստ եմ, պարոն գնդապետ։ Շատ լավ։ Այսինքն դեմ չես տեղափոխման, այդ լավ է։ Ես ուղղակի չի ուզենա, որ մեր զորամասում մեկն ու մեկը իր կամքին հակառակ ծառայի։ Ոչ մի կերպ, պարոն գնդապետ, ես ուրախ եմ, որ տեղափոխվեցի ձեր զորամաս։ Բայց ինչ այնտեղ խնդիրներ ունեիր։ Ոչ մի կերպ, պարոն գնդապետ։ Ուղղակի փոփոխություն է ուզում, այդ զորամասում կարելի ասել իմ ծառայությունը ավարտվել էր ու մի այնպեսի զորամաս է ուզում գնալ, որ իմ կարիքը իրոք կզգացվի։ Լավ, կծառայես Երևան։ Հիմա գնա տեղավորվի։ Քո համար մեր սպայական մասնաշենքում բնակարան ենք հատկացրել։ Այսօր ազատ ես։ Գնա ու զբաղվի քո անձնական գործերով։ Վաղվանից ծառայության մեջ ես։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Բշտիկյան, իմ մոտ անցի։ Այսօր պատրաստ կերնես, որ տեղ բդեր տանք։ Երբ։ 10-ից հետո խաբար կենեմ կերտանք։ Ավտոյեդ նորմալ է, սաղ նախադու է։ Հա։ Մեջը բենզին կա, տեքնուգդ գազով է։ Իմը բենզինով է։ Անդեք հնարավորությունները դով ունի երկա օբեք մոբեք, բան։ Նա վերջ եղավ, լսե, բան կենես, ժամ 3-ին մխած կեղնից կապեպեի տեմը։ 4 տարծվավ, չեմ մխած իշխորդ է։ Բան կենես, ժամ 3-ին սիրուն շանորքով կուլտուրական դեղ ծծված կեր։ Չել էց։ Ոբշեմ լսե դոր չինեմ, ժամ 3-ին դեղ տնգված եղնիս եղավ։ Դոդե դոր կուլտուրականին ինչ կսեմ վաբշե։ Մելո, ինքան ես բրի ավարի խոսած է, որ արդեն մոռացել ես նորմալ մարդիկ իրար հետ ոնց են շփվում։ Աբրիս կոեշիդ ворց է տարան 3 անգամ է ծակ կուտա։ Ժամ 3-ին դեղ կեղնիս։ Նա ճուշանաշ չեմ սպաս։ Դավայ, վсё էլա։ Ուր ենք գնալու։ Հոպա պիտի տանեմ քեզի, աշկու երեսդ բացեմ, ուր պիտի երտանք, մատնիկ առնելու կերտանք։ Մատնիկը լավ բան է, հետո է ճիշտ բան է, հետո է վախն է։ Վсё, դավայ, ճուշանաշ չեմ սպաս։ Ճիշտ է։ Բշտիկյան, սպայական կազմում նոր ծառայողում ես։ Մեհեր Բարոյան, ավագ լեյտենանտ է, ռազմական ակադեմիան ավարտել է ու 2 տարի Խոսրովյանի զորամասում է ծառայել։ Հիմա էլ տեղափոխվել է մեր զորամաս։ Այս Բարոյանի բնութագիրն է, ծանոթացի։ Այս լեյտենանտին հակադիվերսիոն դասակի հրամանատար եմ նշանակել։ Վաղվանից պիտի անցնի ծառայության ու պետքա բարձրանա Սևքար հենակետ։ Պարզ է, պարոն գնդապետ։ Նա ինչ մեծ պատասխանատվություն է դրել Բարոյանի վրա, բայց մենք իր մասին ոչ մի բան չգիտենք։ Հա, բայց դատելով իր բնութագրից ոնց որ նորմալ տեղ է երևում, պարոն գնդապետ։ Դե ին վրա էլ լավ տպավորություն է թողել։ Ուզում եք ես մի հատ ճշտ մովա ինչացույա ներքին կարգով իհարկե։ Չէ, պետք չի։ Կծառայի Երևա։ Ուղղակի այս շրջանում պետք է իրան օգնենք, որ հարմարվի մեր զորամասին։ Իր վրա մեծ պատասխանատվություն է դրած Բշտիկյան։ Պարզ է, պարոն գնդապետ։
Հա, Դավիթ, ո՞նց ա վիճակը։ Պատրոններս են վերջացել, բամ։ Տղերքից մեկին գյուղա պետք ուղարկեն։ Ո՞ժոին ուղարկի։ Ես ձեր մերը։ Այսօր կատաղացել է սալասունները։ Առավոտվանից կրակում են։ Պապի, այ պապի։ Ոյ ես կուշալակ։ Պատրոնները որտեղից, այ տաղա։ Տղեկը պապ ջան, Երևանից ինչ-որ տղեկ էին եկել, հետները բանման էին բերեց, դուք եմ որ ասել էիք պատրոն չկա։ Իրագուր, ինչ եք ես ուղարկել։ Ես գյուղից իրանց հետ էի, ճանապարհն էի ցույց տալիս, հետո իրան գնացին Մոսենց մոտ, ես էլ ասի գամ ձեր մոտ։ Դու լսել ես, ես քեզ հիմա պատրոն բերել տանել ցույց կտամ, հենց հիմա պապի հետ գնում ես գյուղ։ Պապ, երեխուն տար գյուղ, չեմ ուզում, որ մայրս տեղ մնա։ Այ հեր, բոխանակ կաշից մետ կոտակտս ինչ ես անում։ Դուսուս, դու բաչ ես հասկանում։ Մահեր, արիստել այտա, արինը։ Լսի բանս։ Դու ուզում ես չէ զինվոր դառնաս։ Ուզում ես չէ։ Հա։ Ուրեմն լսի, դու պիտի կատարես քո հրամանատարների բոլոր հրամանները։ Բոլոր հրամանները, հասկացար։ Եթե թեկուզ ինչ-որ հրամանից համաձայն չես։ Լավ։ Ուրեմն լսի, քո հրամանատարը հիմա ես եմ։ Ու ես քեզ հրամայում եմ տղես, որ հենց հիմա պապի հետ գնաս գյուղ։ Գնում ես գյուղ, էլ ես պատրոն բերում։ Այսքանը քիչ հասկացար տղես։ Դե գնում ես արագ շուտ, պապի հետ, դա, գնա, արագ։ Մայրոպար, Դավիթ, թուրքերը երկու կողմից գյուղ տանող ճամփ են կտրել են։ Ո՞րս է։ Բոսոյն ջոկատը հիմա երկու կողմից գրակի տակ է։ Թույ ես։ Լավ, դու անոն Մեհերիս հետ կմնաք ստեղ։ Տղերք, իշտում եք գյուղ, Դավիթ։ Սաղս իջան գյուղ։ Շուտ։ Լավն է, չէ՞, շազեց։ Շատ։ Մելու, բայց դա կալցու չի։ Կալցուն ինչ պիտենես։ Ոնց։ Մենք դրա համար չենք եկել։ Չէ, աղջիկ ջան, մենք եկել ենք, որ ինձ հիմա մի հատ մուսկոյ լավ մատնիկ եմ, տեսնի, վերցնեմ, տնեմ մադս, ինչ ես խառնում իրոք։ Հանգիստ կանայի տեղ դելի։ Հենց նույնս։ Խեմը եգենստել ես, դավայ լանցի կողքը։ Գնա, հա։ Դոքսեմ անցի կողքը նստիմ, ինչ ես եգենստել։ Ես գործ ունեմ, գնում եմ։ Սուսիկ իշկանք սիրես, որ քեզի քու տեղը ցույց կուտան, դավայ ելար։ Մինչև ցենես չեմ պարտից ցենե։ Որ կուզես իմանաս, էջ դուրս է չեկավ այդ մատը։ Բայց կալցոյի մոմենտը լավն է, էլի բրի աշխատցրի։ Լսի, ես չեմ հասկանում։ Դու բան ինձ մի հատ հարցրել ես, ես ուզում եմ, թե չեմ ուզում։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Մինչև նորմալ, մարդավարի ձևերով չգան իմ ձեռքը չխնդրեն,
Ես չեմ պատրաստում իմ համաձայն։ Չես գցած ուզի։ Ով կա խնդրե ես։ Չէ, ինչի դու։ Չես գցած, թե խոսքի իմ մասից է, թե ուրիշ բանկսես չեմ հասկնա։ Բայց դու կխնդրես։ Իհարկե չեմ խնդրել։ Չեմ եկամ մի ամեծ աղիքներով յալվարակնիմ։ Հետո ընդանապես ես ոչ մեկից ոչ մի բան չեմ խնդրում։ Դե բայել ինչ կա։ Բայել ինչ կա չէ, սկյուրի է։ Հետո դիտիզությունները թարեք էլի եկա աղջիկ ես։ Կուկան մերոնց կսենք նորմալ, կաստին տեղ, ծանոթանանք, տան տեղը ցույց կտանք, մատնիկ կտանենք, ավեսով կելին կես տան։ Ինչ ես մեմ իգալ կեկետ վարե հասկցան։ Տենց հա։ Տենց գան մատանին դնեն ու գնան ու վերջ։ Բայց զարմանալու մարդ ես, կան մատնիկի տանեն մնան ինչ են պիտի տան։ Կուկան տան տեղը ցույց կտանք, ավեսով շնորհքով կարկի սարքին մատնիկ տանենք կես տան։ Մատնիկ տանենք բկերնա գիտես, երբ մեկ պիտի դեվիճ տվրանք որ քեզի մարդ չմոդիգնա։ Օպա լավ էլի մատնիկի տանենք կպերզնինքի։ Չհասկացա, դու քեզ տենց մտածել ես, հա, որ իրանք պետքա գան, մատանին դնեն, գնան ու վերջ, հա, իսկ դու որտեղ ես այդ ժամանակ լինելու։ Չես հասկնա, մեր վաշտից այդ մի հատ հասկացող կուտան ֆրծրա։ Որտեղ պիտի եղնիմ, որ պոստեր չանեն, զորամասը պիտի եղնիմ։ Շատ լավ է։ Մելո, ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Ձերոնց կզանգես ու կասես, որ իրանք ոչ մի տեղ չեն գալու ու ոչ մի մատանի չեն դնելու։ Մինչև ես չհասկանամ, որ դու իրոք են մարդն ես, ով պետք է իմ կողքը լինի։ Ես իմ համաձայնությունը չեմ տա։ Պարզա։ Աղջիկ ջան, առաջ երթին մի հատ մեր ջուրը մխմե հանգստացի, երկրորդ երթին ես ինք ծևիկ խոսաս էդս դու։ Կարող եմ բես անեմ քեզի վաբշե չէի ճանճե նոր ծանոթացանք, դու հենց իքսես որևորից հետո, հա։ Կարող է։ Լավ է, էլի։ Առանց ինձ տեղյակ պահելու, իր համար բաներ է պլանավոր է տղեն։ Վաբշե լիզվիտ կուդաս արդեն, իջի մեմ աշնից։ Ինչ։ Մոռացել ես ում մեքենան է։ Դե վաբշե իսկականից կանա կարողի ծոցը, բարի փախտ քեզ։ Քեզ էլ։ Եղ ասար կզանգես։ Չոբանի առաջարկելու ձևը նայի։ Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Եթերում ոնց են քնում մեր աստղերը զվարճալի ծրագիրն է։ Մի քիչ հետ գնա, որ ես մարչակալնյակները Երևան էլի։ Այս մարչակալնյակները, որոնք դուք տեսնում եք, որոնք հայտնվել են ձեր էկրաններին, աստղային մարչակալնյակներ են։ Այսինքն սրանց վրա քնում են տարբեր տեսակի աստղեր։ Եվ այսպես առաջին մարչակալնյակը Եվրեյտոր Ջամշոյան։ Մտեք։ Մտել ենք, արի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Ջամշոյան։ Ջամշոյան, այ հեռուստադիտողներին հետաքրքիր է, դուք որտեղ եք քնում, ոնց եք քնում, ինչ եք անում մերով դիմանը։ Պատմեք խնդրեմ։ Ահա, այո։ Ես ասեմ, նախ շնորհակալություն եմ հայտում իմ երկրպագուներին եւ երկրպագուհիներին։ Երկրպապիկներին ու երկրտատուհիներին արա։ Այո, դուք երևացի եք, իրանց էլ շատ շնորհակալություն եմ հայտնում, ասում եմ շատ շնորհակալություն, որ դուք չլնեիք ինձ ով էր երկրպագելու, ես բուրվան ցեզի հա։ Հələ հասկացան ժողովուրդը, բայ։ Այս մոմենտները կկտրեք կհանեք։ Հա, հետո Այո, սա իմ մահճակալն է, ես էլ ձեր որպես ձեզ շատ սիրելի աստղ քնում եմ այս մահճակալին, ակուրատի իմ շորը շատ ակուրատնի, հանում եմ դնում եմ աթոռին եւ պարկում եմ քնում եմ իմ մահճակալին։ Հələ ոնց է ակուրատնի անում, հələ ցույց տուր տենան մարդիկ։ Հավե։ Բա երկի, ռեաբիլիտի շոու է, չէ։ Ռեաբիլիտի շոու։ Այսպես հանում եմ։ Այո։ Ակուրատնի, շատ սիրո, շատ տեղին, հա, այսպես։ Եվ ասեմ ձեզ, որ ես անպայման պետք է ակուրատ լինի, այն շորերը այսպես մաքուր սիրուն ծալում եմ, դնում եմ այս աստղային աթոռին, այսպես, շատ այսպես, ու ես պարկում եմ այսին մահճակալին, այսպես պարկում եմ իմ մահճակալին և մտածում եմ օրվա ընթացքում իմ գլխով անցած բոլոր հասի բաների մասին մտորում եմ։ Հիմա պատմի խնդրում եմ այն օրվա գլխի եկածի մասին։ Որ օրվա։ Դա որ էդ կելի որ եկավ գլխի։ Էй, օպերատոր, պրակ ես տալի միծից աղա չի կարելի չէ։
Իմ գլխին ոչ մի տաբուրետկա էլ չի եկի ասել մանա։ Հետո շարունակի։ Հետո պարտում եմ այսպես, հա, ուզվիր է ասեմ ձեզ, որ իմանաք իմ կողքի մահճակալին քնում է իմ եղբայրը։ Ես ամեն երեկո իրան այսպես պոչում եմ, նոր քնում ենք իրար հետ հանգիստ։ Ինչ եք ասում։ Հա, ասում եմ։ Պապիկ, արի մտի որ ավելի ժիվո ելնի, արի հանվի մտի տեղերը։ Սա է հա երևի պապիկը։ Սա իմ եղբայր պապիկն է, իմ հարևանությամբ է քնում ինքը։ Այսպես պոչում եմ ախորս ու քնում եմ։ Պաչում եք։ Այդ պաչելուց իմ մոտ մի հատ ուրիշ հարց առաջացավ։ Իսկ լինում է որ ոտու գլուխ եք քնում։ Չէ, դες բաներ չի լինում։ Իսկ քնա ժամանակ ինչ ձայներ եք անում։ Ուրեմն ասեմ ձեզի դու իմացեի որ ես առհասարակ ընդհանրապես քնա ժամանակ ձեներ չեմ անում։ Բաբա հոր է խափու։ Լավ, մենք պապիկին կհարցնենք։ Այ պապիկ դուք որպես տարեց երիտասարդ դուք պատասխանեք այս հարցին։ Ինչ ձայներ է հանում քնա ժամանակ ձեր աղբենյակը։Աբեր մեկ, հենց խրասնում ենք ու ասացի նման ուզում եմ տաբուրետկան գլխով տամ, հա։ Արեսին նատար չլա, վարա, պահու քոնում արա, աշկերը բար չեմ քնում, սաղը դիվադը տարան եմ արա։ Փաստորեն, սիրելի հեռուստադիտողներ, մենք իմացանք, որ պապիկը աշկերը բաց է քնում։ Ալարում է փագի։Աբեր, չեմ ալարում, ուղղակի տենց է ստացվում։ Պապիկ, իսկ որ քո կոպերը ինձ պետք կլինի, մի օրով կարաս տաս, մեկը քեզ պետք չի։ Օպերատոր, հեսա կգամ քեզ կոոպերատոր եմ, արա, ասի չի կարելի, չէ դες բաներ։ Շուտ արեք, որ հեսա ամենաաստղային հեռու հեռավոր բարեկամներին հաղորդումն ենք նկարելու, ժամանակ չկա։ Թող ասեր, ինչու չի ասեր։ Մելիքսեցանը։ Արա պայի էդ հեռախոսը, շուտ։ Զգաստ։ Չհասկացա։ Սողացեմ կսպասեմ։ Բայց ուշ կլինի։ Ուշ կլինի, ես էլ քեզ կուտեմ։ Ասացի ուտ։ Մենք էլ լսեցինք որ ուտ, բայց էլ չի եթում։ Եթե դուք ուզեիք կարող եմ մի քիչ խղճայ ուտայ։ Իսկ Մելոյի համար ես թեարանել ոչ մի բան չի սպասարկում։ Ոյ։ Այ որ կհաղթենք, այն ժամանակ էլ մի լավ քեֆ կկազմակերպենք։ Խոստանում եմ։ Այս բոլորիդ բաժակներն էլ ես կլսնեմ ու լավ համադայություն կանեմ։ Կերեկից։ Անես կերեք, որ ամենամեծ կտորս անգաջս մնա։ Սիմորներ ենք մենք, կայլում ենք վստահ, ու չենք նահանջում,